տիրապետողները միշտ չի, որ եղել են, ասենք, նույն վայրում, Էջմիածնում, Շապիվանում աժողով եղել, Արտաշատում աժողով եղել, Դվինում, Մանասկերտում, Սիսում, Անիում, ասենք նույնիսկ Արցախում ենք 2016 թվականի եպիսկոպոսատ ժողով արել։ Այսինքն շատ նորմալ է, որ այս պարագային ոչ միայն նորմալ է, այլ շատ տեղին իմաստուն որոշում է, քանի որ իշխանությունների միջամտելու խնդիրը կա նաև ժողովին, որպեսզի ժողովականները ազատ կամ արտահայտություն ունենան եւ նաև իշխանությունների կողմից բռնաճնշումներ չկիրառվի դրսից թեմակալ առաջնորդների, եպիսկոպոսների նկատմամբ, սա շատ խելացի իմաստուն որոշում է, որ ժողովականները անկաշկանդ լինեն։ Ինչ վերաբերում է տիրադավների կողմից արված հայտարարությանը, իրենք ազատ կամ արտահայտվելու իրավունք չունեն։ Այդ միացած այդ խմբակը որ կա, այդպես բարենորոգում անվան տակ հակաեկեղեցական այդ խմբակի անդամները իրենք ազատ կամ արտահայտվելու սենց հնարավորություն չունեն։ Իրենք կոմպրոմատների, շանտաժի միջոցով ստրկացված անձեր են եւ իրենք չեն կարող ազատ կամ արտահայտվել, եթե ազատ կամ արտահայտվեն, խնդիրներ կունենան Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ նաև իրենք ոչ միայն ասենք չեն մասնակցել, չեն էլ կարող մասնակցել այդ ժողովին, որտեղ ասենք խոսակցություններ կան, որ նույնիսկ իրենց դուրս գնալու, Հայաստանից դուրս գալու արտոնություն չունեն։ Եթե ուզենան Հայաստանի Հանրապետությունից դուրս գան, իրենց կձերբակալեն, քանի որ իրենք են գույքի բռնագանձման եւ այլնի այդպես հոդվածներ իրանց վրա նախկինում կան, իրենք ստրկացված են կոմպրոմատներին, շանտաժին եւ իրենց հայտարարությունները, այսպես ասեմ, կազմում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ինչի տակ ասենք ինքը գրում է, տալիս է ստորագրում են, նա էլ արտահայտում են։ Ուրախ եմ Մասյացոտի թեմի համար, որ այսօր թեմակալ առաջնորդի հետ տեղապահում են, որը շատ պատշաճ կերպով թեմի աշխատանքները կազմակերպում է, կարծում եմ, այս փորձը կարելի է կիրառել նաև մնացած թեմերում, որտեղ տիրադավներն են եւ թեմի կառավարման գործը իրենք ձախողում են, որտեղ թեմի հիմնական քահանաները իրենց հավատարմությունը մայրաթորին են հայտնել եւ տիրադավ այդ եպիսկոպոսների շուրջ համախմբված չեն։